քննարկումները ինքը մասնագիտական լեզվով չի հասկանում։ Ուզում է հասկանալ, դա դուք թալանչի եք, թե չէ, որ թալանչի եք ինչի չի դատվել։ Դե դա ասում է։ Բայց ես էլ եմ այդ ասում, ինչքան ժամանակ արդեն հուլիսի 21-ից մինչև այսօր անդադ ասում եմ, լավ, թիրախավորում են, ձեր ասած մտնում Facebook-ով, գրում արագ-արագ, ինչի։ Բան ունեք ասելու, առաջի հարցին չպատասխանեցի, վախենում են, ինչ ասեն։ Ինչ ասեն, ասեն, որ հեծ է այդպես էր։ Նույն ես ինչի եմ երկուսին իրար հետ կանչում։ Ու հրավիրում, լավ էսպես ասեմ։ Որովհետև կառավարիչը մի բան ասի, ես ասելու եմ, եղբայր, հարց են տալի, պատասխան ինչ ես դեպքից նայում։ Նույն հանձնաժողովի նախագահը պիտի պատասխանի այդ հարցին։ Հավատացեք, ես ընդեղ անելու բան չունեմ։ Հանձնաժողովի նախագահը պիտի պատասխանի կառավարչի ստերի։ Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է Նարեկ Կարապետյանի հետ քննարկել։ Գիտեք, տնօրենների խորհուրդը ընդհանրապես, եթե այս մարդիկ հասկանում են ինչ է նշանակում տնօրենների խորհուրդը մոտորապես, ոնց ասեմ, դա այսպես պետության մակարդակով ասած ազգային ժողովն է, սենց ասեմ։ Այսինքն այդ ռազմավարություն, չգիտեմ ինչ որ գլոբալ բան է, իսկ ով է ասել, որ որևիցե տնօրենների խորհրդի նախագահ պետք է գլխավոր տնօրենի չափ պատկերացնի։ Նախ, չգիտեմ, ես մի անգամ ասեցի, թույլողակ չի Նարեկ Կարապետյան, այլ բան եմ ասում։ Նկատի ունեմ, գիտեք ոնց որ երկրի ղեկավարին ասեն, արի գնանք բնական պաշարների մասով ինչ որ մյուս կողմը լինի մասնագետ, նեղ մասնագիտական քննարկում անենք։ Ես մի անգամ ասեցի, երևի ինքնահաստատվում էր իմ անվան վրա, հիմա որոշել է Նարեկ Կարապետյանի անվան վրա ինքնահաստատվի, որ ինքը իհարկե Նարեկ Կարապետյանը ճիշտ անով չի հանդիպում։ Միանշանակ։ Հանդիպի ինչ անի։